Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ժամին ես խնդրեցի Երևանի ավականու Հայաստան խմբակցության ղեկավար քաղաքական գործիչ Անուշ Սուքիասյանին միանալ մեզ, շատ կարևոր հարցեր կան քննարկելու քաղաքային խնդիրների հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող։ Խոսքը հարգելի Մանուկ Նիկոլ Փաշինյանի այսօրվա դեռևս այսօրվա սրացումների մասին է, խայտառակ մի վարքագիծ, որը ոչ միայն հարիր չէ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին, այլ նաև հարիր չէ սովորական շարքային մարդուն, որը ունի բարեկրթություն, ունի բարոյականության ինչ-որ սահմաններ, հայրախառն գրառումներ, սեռական բնույթի ինչ-որ ակնարկներ, ենթադրյալ ինչ-որ սրբազաններից մեկին, Հիմա էլ արդեն մարդը համարում է, որ արդեն կաթողիկոս ընտրելու հարցերին պիտի խառնվի։ Սկսենք առավոտվա իր սրացումներից, ձեր գնահատականները, ինչի է տեսան կապված։ Անկեղծ ասեմ, ինչպես շատերը, այնպես էլ ես առավոտյան տեսնելով տարածվող գրառումը մի պահ չեմ հավատացել եւ ինձ ստիպել եմ մտնել իր էջ, որ համոզվեմ, որ դա իր հեղինակածն է։ Ճիշտ է, պատրանքներ չունեի իր հետ կապված, բայց այդուհանդերձ ու երբ որ ես համոզվեցի, որ այդուհանդերձ դա իր խոսքերն են, ես հասկացա, որ այդ մարդու մոտ արդեն լրիվ վաբանք վիճակ է եւ արդեն նա գնում է բոլոր հնարավոր կարմիր գծերը հատելու ճանապարհով։ Օրվա ընթացքում եղան տարբեր արձագանքներ, տարբեր լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրեցին եւ մարդկանց այդ միանշանակ մերժողական վերաբերմունք կար եւ անգամից այսպես մի սուբյեկտիվ բան ասեմ, զգացվում էր, որ նրանցից ոմանք միգուցեև այդքան էլ իր քաղաքական ընդդիմախոսները չէին այդ քաղաքացիները Փաշինյանի, բայց այդ մարդկանց մոտ արդեն համբերության բաժակը լցվել էր եւ որոշակի սառը ցնցող է եղել իրենց համար։ Ես ձեզ անկեղծ ասեմ, շատ իր աջակիցներ անգամ չէին հավատում, որ դա ինքը գրել է։ Ասում էին fake է։ Մի քաղաքացի ասեց, այդ անասունությունը դժվար Նիկոլը գրածել էր, այնպես որ սա իր աջակիցներ Սյունյաց թեմի առաջնորդը պատասխանով հանդես եկավ եւ մի պահ տեսա նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապայանի արձագանքով ասում էր, որ որոշել էր, որ անտեստի եւ կարելի ասել ինչ որ միտեղ ասած այդ տենդենսը կար, որ շատ ուշադրություն չդարձնելու, շատ այդ ամենը չբորբոքելու, շատ ուշադրության կենտրոնում չպահելու, բայց սա այն դեպքն է, որ համարժեք պատասխան չստացած լկտիությունը ծնեց էլ ավելի մեծ լկտիություն եւ մարդը օրվա վերջում իր հայտարարությունով ուղղակիորեն ազդարարեց, որ ինքը նպատակ է դրել ոչ թե ինչ որ զուտ դրվագային ինչ որ 1-2 անձի, 1-2 հոգեվորականի թիրախավորել, այլ առհաստարակ որոշել է քիթը խոթեր եկեղեցու գործերի մեջ եւ այդ Լյուդովիկոսյան բարդույթով, որով ինքը տառապում է պետությունը, ես եմ, հայտարարելով պետությունը պետք է միջամտի կաթողիկոսի ընտրությանը, չի բացառվում անգամից քրեական գործ հարուցեն, ասեն վեհապար հայրապետը ինչ ձևով անտրվել, ովքեր են եղել մասնակիցները, նման օրինակ սկանդալներ էլ կարող են հանել ջրի երես, նա փորձել սարքել, այստեղ ինչն է շատ ուշագրավ, որ եկեղեցին որպես ինստիտուտ դարերի վեր ունի իր կառավարման ինստիտուցիոնալ համակարգը եւ դրա դեմ ոտնձգությունը դա նշանակում է ոտնձգություն մեր պետության, մեր ժողովրդի, մեր ազգի այն միակ վնացած վերջին դիմադրության բաստիոնի դեմ, բացի այն որ պետականությունը ոտնատակ է տվել, դեռ մի բան էլ փորձում է արդեն եկեղեցին ամբողջովին հեղինակազրկել, վարկաբեկել, դարձնել իշխանական հարձակման արդեն շատ կոնկրետ թիրախ, այդ ակնարկները կարող են պարունակել նաև քրեական հետապնդման սպառնալիքներ, ուղղակի մի այսպիսի նաև իմ կարճ գնահատական այն առումով, որ Պարսից շահն է հայոց եկեղեցու հետ հաշվի նստել, հա? Անգամ Թուրքիայի սուլթաններն են հաշվի նստել հայոց եկեղեցու հետ։ Անգամ իսկ բոլշևիկները Հայաստանում հաստատելով բոլշևիկյան կարգեր եւ աթեիզմը դարձնելով դրոշակ, այդուհանդերձ հայ առաքելական եկեղեցու գործերի կառավարչի ինստիտուտ են ստեղծել, որպեսզի
եկեղեցու հետ հարաբերվեն, այսինքն ոչ մի օտար նվաճող եւ ոչ մի այսպես ասենք օտար պետություն այս կարգի հակաինստիտուցիոնալ եւ վարկաբեկիչ գործունեություն հայ առաքելական եկեղեցու դեմ ինքնաբար ոչ մեկը թույլ չի տվել եւ ինչն է այստեղ հատկանշական որպես դիմադրության օջախ է նաեւ եկեղեցին այս ազգակործան այս պետականականդ վարկագծի դեմ եւ ենթադրություն եթե կատարենք առայն որ այդ ամենը ուղղորդվում է եւ շատ հաճո է թուրք-ադրբեջանական երկիակին ես մի ուշագրավ հանգամանքի վրա եմ ուզում բոլորի ուշադրությունը հրավիրել վերջերս Հայաստանում էր Պոլսո հայոց պատրիարքը այդ թուրք-ադրբեջանական ասելով Աննային ու Նիկոլին նկատի ունեք թե Ալիևին ու Էրդողանին դե այս պարագայում արդեն իրենք ես ավելին ասեմ ես հենց դա էի ուզում ասել որ Պոլսո հայոց պատրիարքն էր այստեղ ում հետ Էրդողանը հանդիպում է բարբարաբար որևիցե այդ նվիրապետական աթոռին ուղված որևիցե ինչ որ անհարկի խոսքեր չի ասում հա եւ Պոլսո պատրիարքն էլ այստեղ նստած գովերքում էր որ այ օրինակ ասենք Ստամբուլում եւ Անկարայում ավելի շատ հայկական եկեղեցիներ կան, քան Երևանում։ Կան հայկական դպրոցներ, այսինքն անգամ իսկ իրենց հակահայկական էությունը, այսպես ցկողելով, թաքցնելով թուրքերը, զուտ քարոզչական մակարդակի վրա ամեն կերպ փորձում են Պոլսո հայոց պատրիարքությանը, այսպես ասենք, լավ վերաբերմունքի օրինակ ցույց տալ։ Բայց այլ ուտես որ անգամ իսկ այդ տենդենսների մեջ Փաշինյան Նիկոլ այնքան հեռու է գնացել, որ անգամ իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունով կանոնակարգվող պետ եկեղեցին անջատ է պետությունից եւ հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, ահա այդ դրույթների հանդեպ է նաեւ նա ոտնձգում։ Ես այդ արձանագրումից հետո ֆիքսեցի, որ նաեւ իրավաբաններ են այդ մասին բարձրաձայնել, բայց քանի որ իրավապահ համակարգը կամակատարի կարգավիճակում է գտնվում, մարդիկ կարծում եմ ոչ մի ողջամիտ մարդ պատրանք չունի թե իրավապահները կարձանեն։ Քյասյան ջան, երբ որ այդ համեմատությունը դու անում ես, հա, մի քիչ ազատ խոսենք, որտեղ այս ժամին Նիկոլը մեզ ստիպել է եթեր մտենք, մի հատ այդ բաները չենք պայի։ Ախր հետաքրքիրը ո՞րն է, դու ասում ես, որ Թուրքիայում այդ քայլերը անգամ Էրդողանը չի անում։ Այո, համաձայն եմ, որովհետև Էրդողանը թշնամի է, կարծում եմ, այստեղ մենք նույն կարծիքին ենք, բայց Էրդողանը թշնամի լինելուց բացի դաստիարակված է։ Այսինքն փողոցային անդաստիարակ մարդ չի իր վարքագծով, թշնամի է, բայց դաստիարակված թշնամի, այսինքն Էրդողանը լավ է հասկանում, երբ որ ժամանակը գա ուզենան ցեղասպանություն անելու կանեն, բայց դաստիարակված մարդիկ այդպես իրենց չեն պահում, այսինքն ի՞նչ է նշանակում Այս բառը քանի որ ասել է, մենք պետք է ասենք, հա, ես պիտի գոնե ասեմ, ինչ է նշանակում հրապարակային գրել ինչ-որ դոմփել բառը։ Ես անկեղծ եմ ասում, ես նախկինում հյուրեր ունենում եմ, հատկապես 21 թվականին, որոնք շատ այսպես բուրըն Նիկոլին հայելու ցանկություններ ունեն, ես ասում եմ, խնդրում եմ, եթերում մի հայեք, որտեվ մենք նաև ունենք լսարան, այո, Փաշինյանը արժանի է այդ հայացքների, բայց լսարանը հո արժանի չի։ Հիմա այս մարդը նաև այդ կարմիր գիծը ընդհանրապես ոչնչացրեց, որովհետև չմոռանանք նաև, որ Աննա Հակոբյանը ասել էր, չէ, սրանից առաջ ասել էր, այն ինչ որ մենք խոսում ենք մեր ընտանիքում, այլևս հրապարակային է դառնում։ Պաստորեն Աննայի ու Նիկոլի այս դոմփելու պատմությունները հրապարակային է դարձել։ Ես ճիշտ ասած չեմ ուզում, ոչ հարգելի Նիկոլ, ոչ հարգելի Աննա, ով է դոմփում ում եք դոմփում, դա ցող ձեր ընտանիքում մնա, մենք չենք ուզում դրա իրականում սա շատ արի արձանագրենք, որ խոսքը դաստիարակության մասին է, Էրդողանը դաստիարակված թշնամի է, սա անդաստիարակ Հայաստանի անդաստիարակ վարչապետ է։ Շատ դիպուկ նկատեցիք, որ անգամից ցեղասպանության մտադրություն եւ տեսիլք ունեցող թուրքը միշտ ցեղասպանության պահը ցույց է տալիս այսպես չակերտավոր հանդուրժողականության օրինակ սրանց պոտ դա էլ չկա ինչ վերաբերում է ձեր ասած դաստիարակության մյուսի Նիկոլ Փաշինյանը այս իր վերջին դրսևորումով պաշտոնապես ինքը ստանձնեց
իրենց ֆեյքերի այս հավաքական կերպարի դերը այն ֆեյքերը որ հայհոյում են իրենց պատվերով հիմա արդեն ինքը այդ ֆեյքերի ողջ բագաժը ողջ գրեհկությունը ողջ անտակտությունը ոչ արժեհամակարգը ճակերտավոր հավաքեց եւ իր տեսքով հանդես եկավ սա կոնկրետ մարտահրավերը մեր ժողովրդին մեր պետությանը այն հավատացյալներին ովքեր Կիրակի օրը գնում են պատարակի եւ իրենց աղոթքն են հղում առ Աստված սա այն դարավոր վանքերի նկատմամբ է ոտնձգություն որ մենք հպարտանում ենք օտարին ցույց տալով որոնց այն կորուսյալ վանքերի հանդեպ որոնց կորստի հանդեպ մենք ցավ ենք զգում ու սա առհասարակ դարերով եկած ինստիտուտի դեմ է ոտնձգություն որը ես կարծում եմ որ հասարակության ամենալայն ամենատարբեր շերտերը հանրային կարգավիճակ ունեցող բոլոր մարդիկ գործող պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ, ղեկավարներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, հասարակական հեղինակություններ, մշակութային հեղինակություն պարտավորեն այս ամենի հետ կապված արտահայտվել։ Ով կլռի եւ անտարբերության կմատնի, դա նշանակում է անուղղակիորեն դեմ չէ այդ հնչեցված գնահատականներին։ Հակառակ պարագայում այս ամենի հանդեպ լռությունը որևիցե մեկի կողմից իմ համար ընդունելի չի լինելու։ Դա ես էլ եմ վերադառնում դրան, որ քաղաքական խոսակցությունը այս մակարդակի իջեցրել է Նիկոլ Փաշինյանը եւ ես դա այլևս քաղաքական չէ։ Չէ, մենք այսօր օրինակ մենք հարցում ենք արել, ես մշտապես մեր մոնտաժային աշխատանքներն իրականացնողին ասում եմ հայրենիքների պահը խնդրում հանիր, թեկուզ եւ Նիկոլին են հայում, ամոթ է էլի, ես այսօր անպայման պարտադիր կերպով խնդրել եմ պահել հայրենիքները, որտեղ եթե Նիկոլ Փաշինյան այդ տուտ կարելի է դնել, բայց գոնե ինքը կհասկանա իրեն ինչ են հայում, այս մակարդակը, բայց ինքը միայն խելագարության սինդրոմով կամ անդաստիարակությամբ չի բացատրում։ Մարդը կոնկրետ նպատակ է հետապնդում։ Այո, ինքն էլ շատ գիտի, լավ գիտի, որ քաղաքում շատերի քերին էլ ինքն է եղել, բայց ամեն դեպքում դրա մասին չի խոսքը։ Հիմա վերադառնանք նպատակին, որը կարող է լինել նպատակ, այսինքն մարդը իմ ընկալմամբ մարդը ուզում է հանրային կրքեր բորբոքել։ Հիմա մի հրապարակում նայեցինք, վստահ եմ դու նայել ես, ես հենց նոր տեսա, որը ֆրանսիական լրատվամիջոցը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը 3.1 միլիոն եվրոանոց առանձնատուն է գնել Մարսելում։ Ընդ որում ես փորձեցի հասկանալ արդյոք ֆեյք է, ֆեյք չէ լրատվամիջոցը, բավական լուրջ լրատվամիջոց էր, հեղինակ այդ աղջիկը բավական հոդվածներ ուներ, այսինքն սա հիմնավորված ինչ-որ լրատվամիջոց է հիմնավորված հոդված է գրել։ Կարող է լինել այնպես, որ այս մարդը այս դոմփելու, այս սեռական իր խրախճանքը կազմակերպել էր այս տեղեկատվությունը ծածկելու համար։ Դե տեսեք, նախ ձեր ասացի մասով, պարոն Թամոյան, նախ սա ավելացին հետին ինչպես ասում եք, որ ոչ թե զուտ քաղաքական դաստիարակության, սոսկ դաստիարակության հարց չէ, դա քաղաքական խոսույթ չէ, սա ավելի շատ քաղաքակրթական գահավիժում է մեր համար, որ մեր երկրի ղեկավարը կարող է նման խոսույթ տալ իրեն, անկախ ամեն ինչից, ինչ վերաբերում է ձեր ասած տերմիններին, ինչպես քաղաքային հավաքական նիստի ժամանակ ես ասեցի, որ համապետական մակարդակով եկել է Ախուրյանցի Անոյի վրեժի ժամանակը, վերջերս եկավ Բրիջիտ Մակրոնի վրեժի ժամանակը, շուտով կլինի արդեն Բաբկեն Թունյանի հարևան Պողոսի վրեժի ժամանակը, բայց ես վստահ եմ, որ գալու է նաև ձեր ասած քերակնոջ վրեժի ժամանակը, զարմանալու ոչինչ չի լինի, եթե ոմն քերակին մի օր իր վրեժը լուծի Նիկոլ Փաշինյան։ Ինչ վերաբերում է ձեր ասած այդ մատնացույց արած դրվագին, այդտեղ կարելի ասել քանի պրոցեսները այսպես խորանում են, գնում են, զարգանում են եւ Փառք Աստծո չէ կարող մեղադրել, թե գիտեք, դա Հայաստանի ընդդիմադիր լրատվամիջոցների տարածած կեղծ ֆեյք լուրն է, ամենևին, դեռ մի բան էլ այսպես ասենք, հավաստիությունը ավելի ամրապնդվում, որ այդ լրատվամիջոցը Ֆրանսիայում ավելի շատ ընդդիմադիր, այսպես ասենք, որոշակի տրամադրություններ ունի եւ բացահայտել է, որ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, որ գեներացել է 75 միլիոն
եվրոյի օգնություն Հայաստանի համար, ես կարծում եմ, որ եթե այդ իրականությունը ամբողջապես այդ գործարքը սկանդալը պայթելու է նաև ֆրանսիական տարբեր մակարդակի չինովնիկների հետ կապված, թե ովքեր են եղել գործակցողը, ովքեր են նպաստել, ինչի դիմաց, ում սիրուն աչքերի համար են թույլ տվել, որ Հայաստանին նախատեսվող այդ աջակցության գումարը հոսի եւ դառնա Նիկոլ Փաշինյանի համար առանձնատուն։ Այնպես որ դա միջպետական սկանդալի հոտ է գալիս այս ամենից։ Միջպետական սկանդալի հոտ է գալիս եւ հաշվի առնելով Մակրոնի թույլատրող դիրքերը այնտեղ, դա նույնպես պատահական չէ, դա ֆրանսիական հասարակությանն են ուզում ցույց տալ ֆրանսիացիները, որ այդ կոռուպցիոն սկանդալը կարող է շատ բարձրանալ ֆրանսիական տարբեր օղակներ, որտեղ դա ֆրանսիական փող է, ֆրանսիական ծագումով եւ Ֆրանսիա պետությունը պետք է որոշեր, թե ինչի վրա է ծախսում այդ փողը։ Ես հիշեցնեմ Մակրոնի հիմնական մրցակից Մարին Լե Պենին արգելել են մասնակցել նախագահական ընտրություններին, ինչ որ փոքր ֆինանսական չարաշահումների հիմնավորմամբ, այնպես որ սա շատ ավելի մեծ ֆինանսական չարաշահումների մասն է խոսքը։ Այո, եւ այդ խոսակցությունները, որ Կանադայում մյուս ինչ որ առանձնատուն եւ այլն, իսկ ով է ասել, որ նա իր հնարավոր ապագա հանգրվանները չի դիվերսիֆիկացնելու, որպեսզի չմնա միայն մի պետության առանձնատան հույսին, բայց այսօրվա այս երկու լուրի մեջ Նիկոլի դրսևորումները առավոտյան երեկոյան համարենք մեկ դրսևորում եւ այդ առանձնատան լուրը եւս մեկ համարենք առանձին լուր։ Ես երկուսի մեջ շատ լավ բան կա։ Առաջինը այն առումով, որ այդ մարդը մինչև վերջ է անկեղծանում եւ ովքեր փոքրինչ պատրանքներ ունեին, դեռևս տատանվում էին, դեռևս չէին համոզվել այն բանի մեջ, որ այդ մարդը որևիցե բարոյական սահմաններ չի ճանաչում հարության հետ շփվելուց, նախ այդ մարդիկ արդեն առերեսվեցին ամբողջովին անկեղծորեն իրականության հետ եւ այդտեղ որևիցե ընդդիմադիր ուժի խոսույց չկար, որովհետեւ դա ինչ որ բան չէր համոզեց, մարդիկ իրենց տեսան, հա, թե ինչումն է, եւ այդ երկրորդը Նիկոլ Փաշինյանը իր համար ձեռք է բերել փախուստի արտագաղթի ինչ որ մի հատ հենման կետ, Էդ էլ է ինչ որ առումով լավ բան է ընդհանրում։ Իհարկե լավ չի, եթե այդ մարդը շատ հարցերի պատասխանելու փոխարեն ճողոպրի մեր երկրից, բայց կներեք, եթե ծայրահեղ դեպքում դա է մեր փրկության գինը լինելու, որ մենք ուղղակի պրծնենք այդ վարակից, հա։ Եթե դա է լինելու, թող չգիտեմ, մի այլ տեղ է թող Մադագասկարում էլ տուն առնի, մենակ թե մենք պրծնենք այս գահավիժումից, այս խայտարակությունից, այս խարանից, այս ամոթի դարաշրջանից, որ երկրի ղեկավարը կարող է հայհոյանքով խոսել եկեղեցականների թեմաներով, եկեղեցուն ուղղված նման ակնհայտ ոտնձգության սպառնալիք դրսևորել եւ առհասարակ որևիցե բարոյական արգելակներից զուրկ պահել եւ ինքը բավական չէ կնոջն էլ նաեւ ներգրավել, որ ընտանիքով արդեն այսպես անսամբլով տարբեր ուղղություններով նեգատիվ հայհոյանք, հա, վատաբանում մարդկանց, չգիտեմ, անարգանք տարածեն, բումերանգի էֆեկտը ոչ մեկը չի չեղարկել։ Աննա Հակոբյանն ասում է, որ իրեն տիեզերական մասշտաբի պոռնիկ են սարքել, չգիտեմ ովքեր, ես անկեղծ չեմ հասկանում, թե ինչպես կարող են ուրիշները իրեն պոռնիկ սարքել, բայց համաձայն եմ քեզ հետ, որ լավ լուր է, որ փախուստի է պատրաստում այդ մարդը, որովհետև ես հիշեցնեմ, որ այդ Երևանյան իրենց տունը կարծեմ վաճառքի էին անել, այսինքն իրենք Հայաստանի հետ ամենայն դեպս ապագա չեն կապում։ Բոլորին ասում են ապագա կա, բայց իրենք Ֆրանսիայում են տուն առնում։ Սա ես էլ համարում եմ լավ լուր, բայց մյուս կողմից ես կարծում եմ վստահաբար իշխանությունը հնարավորություն ուներ ավելի շուտ իմանալու, որ նման հետաքննություն է իրականացվել Ֆրանսիայում լրագրողների կողմից։ Ես չգիտեմ, կարծում եմ, որ չեմ բացառում առնվազն, որ այս ամբողջ այս անդաստիրակ վարքագիծը աղմուկ բարձրացնելը կարող էր ունենալ նաև սրա հետ, որպեսզի հնարավորինս ծածկեն այս խոսակցությունները, այս առանձնատան գնման փաստը։ Ես չեմ բացառում ձեր ասածը, լիովին հնարավոր է, բայց նայենք նաև այն տեսանկյունից, որ
Աստծո օրը երբ որ բացվում է Հայաստանում, չգիտեմ, սկանդալների պակաս չկա, ձերբակալությունների պակաս չկա, սպանությունների, ավազակային հարձակումների, քրեածին իրավիճակի անվերահսկելիության, խաղամոլության եւ թմրամոլության շեշտակի աճի, այսինքն օրվա ընթացքում այս իշխանությունների պարագայում նեգատիվից բացի որևիցե այլ սպասում գոյություն չունի։ Եվ իրենք էլ չգիտեմ, էլի ասենք անուղղակիորեն Քարոզ Արշավը մեկնարկած, էլի գնա հասնի Գյումրի, որ մտնի մի հատ մանկապարտեզ երեխաների հետ նկարվի, հասկանում ես, որ դու գործ ունես քաղաքական բարիգի հետ, ով ընդամենը փորձում է ատամներով կարճած մնալ իշխանությունից եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այս երկրի, այս հող ու ջրի համակարգը ցավացող մարդկանց համար առաջիկա ընտրական գործընթացները լինելու են ճակատագրական, պատմական ու խիստ պատասխանատու եւ յուրաքանչյուրը իր քվեի ուժով պետք է ձգտի վերջ դնել այս անարխիային, այս ամոթի, այս խայտարակության դարաշրջանին, որ մենք ապրում ենք, հակառակ պարագայում այս մղձավանջը դեռ երկար կշարունակվի եւ կարող է մեզ անգամից պետականություն արժենալ։ Ես կարող եմ մի բան վստահեցնել, որ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ սխալ արեց իջավ այս մակարդակի, որովհետև նախ այսուհետ ովքեր որ իրեն նաև հրապարակային հայ են, այդ մարդկանց դատապարտել ուղղակի հնարավոր չի լինի, եւ սա շատ վատ է, որ քաղաքական խոսակցությունը իջնում է այս մակարդակի։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ այն ատելությունը մենք էլ ենք այսօր հարցում իրականացրել փողոցում, ես նայել եմ Նյուզեյմի, անգամ Ազատության, հարցումները, այն ատելությունը, որ կա Երևան, գոնե Երևանի փողոցներում, իր նկատմամբ, ես վստահ եմ ասում, 2026-ին ինքը Սրբազանի քերու կնգան Երանի ատալու, մի հայտնի խոսք էլ կա, որովհետև Պողոսը Մապկենի հարևան, շնորհքին դոմփել չգիտի ասեմ իմանալ, շատ դաժանա լինել, եւ ես սրա վրա ուրախանում եմ, որովհետև ինքն է այդ փոսը իր համար փորել, երևի թե սա յուրօրինակ լյուստրացիա է, ինքը այս խոճապի, այս տագնապի, հա, այս իշխանության կորստի վախի եւ ամեն կերպ իշխանության ընտրությունների ժամանակ մարդկանց ստով կեղծիքով մանիպուլացնելու այդ մարմաճից ելնելով ինքը բացահայտում է ամբողջապես իր էությունը, ով դրանց համար ովքեր որ ինչ որ դեռևս պատրանքներ ունեին, ինչ որ չգիտեմ, ինչ որ հույսեր էին փայփայում կամ ինչ որ այլ կարծիք ունեին եւ այս ամենի մեջ շատ լավ բան կա, ջրերը պարզվում են, ամեն ինչ դառնում է շատ ավելի հստակ, ուղիղ, շիտակ, ով իրենից ինչ է ներկայացնում, ով ինչ աշխարհայացք ունի, ով ինչ արժեհամակարգ ունի, ով ոնց է նայում այս հանրությանը։ Գիտեք, ասես մի հատ բան կա, հանրությունը երկրի ղեկավարի պաշտոնը ենթադրում է, որ շատ տեղի եւ անտեղի թիրախավորումներ եւ քննադատություններ պետք է լուռ եւ հանդուրժողաբար տանես եւ շատ ու շատ արատավոր երևույթների վերաբերյալ դու պիտի ոչ թե բարձրաձայնես, աղմկես եւ մեղադրես, այլ փորձես սպեղանի գտնել, լուծումներ տալ։ Հակառակ բaragայում այդ որևիցե արատավոր երևույթի մասին ցանկացած մեկը կարող է խոսել։ Այսինքն պետության ղեկավարը հատուկ առաքելություն ունի։ Նեգատիվը քչացնել, պոզիտիվը շատացնել, հա։ Պայքարել արատավորի դեմ, լուսավորը նպաստել, առաջադեմը նպաստել, հետադիմականը, այսպես ասենք, որոշակի, այսպես ասենք, ճնշել։ Այդ ամենն է ցանկացած երկրի ղեկավարի անելիքը, այդ չեմ խոսում, չգիտեմ, անվտանգություն, բարեկեցություն, տնտեսություն եւ այլն, բայց այս մարդը նաեւ այսպիսի մի նշաձող է իջացնում, որ Այմարդ չէ էլի, մենք տենց լավ պետության ղեկավար, սոլիդ պետության ղեկավար դժվար է լինում, դժվար է հանդիպում, հազվադեպ է լինում։ Մեր այս պետականություն ունենալը որոշակի նշաձողով միմյանց հետ հարաբերվելը, պետության ղեկավարի պատկառելի դիրքը մանրադրամի չվերածելը շատ դժվար է, էլի։ Այսինքն դա որոշակի հիասթափության նաև ալիք է բերելու ինքը այս բանով, որ հոգնել եք բոլորից էլ, ֆաղից էլ, սա էլ սիրով եկավ, համերաշխությամբ եկավ, բացասական։ Արի անկեղծ լինենք, էլի, ես գոնե լրագրողական գործունեությունից
իհարկե ես երբեք Նիկոլի հետ չեմ աշխատել, բայց հնարավորություն ունեցել եմ շփվելու մարդկանց հետ, ովքեր Նիկոլի հետ աշխատել են։ Դու էլ քաղաքական երկար գործունեություն ես ծավալել, վստահաբար Նիկոլի հետ էլ ծանոթ կլինեիր, հա։ Այդ մարդու մակարդակը սա էր, այսինքն 10 տարի առաջ էլ ես, 100 տարի առաջ էլ ես, ինձ պատմել են այդ խմբագրությունում աշխատած լրագրողներ, թե ոնց էր Նիկոլ Փաշինյանը իր խմբագրությունում աշխատող լրագրողի ուղղությամբ մոխրաման նետում, այսինքն այդ խելագար վարքագիծ է, էլի։ Այսինքն ես կարծում եմ սա նորություն չէր Նիկոլին ճանաչողները։ Իմ համար հատկապես հարցը գիտեք ինչ է, որտեվ Նիկոլ Փաշինյանը մի հոդված ուներ, չէ, 98-ին է գրվել կարծեմ, որտեղ գրում է, որ Քարվաճարից կրկին զինվորների դիակներ եկան իրենց մայրերին ապրիլի 7-յան նվեր։ Այս միտքը գրող մարդը ուրիշ ինչ կարող էր անել։ Ես տեղ իհարկե վերադառնում եմ ոչինի պատմությանը, իմ հին երկին, որ ախր պետքա վերադառնալ ու էլի Սերժ Սարգսյանի նախկիններին հարցնել, դուք չգիտեիք ում եք իշխանություն տալիս է։ Այս մարդը, որը զինվորի դիակը մարմինը կարող է մոր համար ապրիլի 7-յան նվեր ձևակերպում օգտագործել, այդ մարդը սրբություն չունի ուղղակի, այդ մարդը արժեքային այդ մարդուն չպետք է վստահել անգամ մեկ հավաբուն, որովհետև այդ դեպքերում կարող է այդ հավերին բռնաբարի ուղղակի եւ ավելի ուրիշ բաներ անի։ Այսինքն սա վերադառնում ենք սրան նաեւ, թե ումա վստահել պետությունը, հավերին չէ, հավերի հերակնոջը։ Հերակնոջը, այո։ Սա հենց բանը, հենց ախր իրավիճակի դաժանությունը սրանում, աբսուրդայնությունը, ախր իմացել են, չէ, ում են տալիս, ախր իմացել են, չէ, ոտից գլուխն ով է, ախր տեսել են, չէ, նրա վարքագիծը, լավ իմացել են, չէ, ով է Աննա Հակոբյանը։ Բա այս պետությունը, որը հազարամյա ժողովրդի պետություն է, կարելի է այդ փողոցայիններին վստահել, բառից ուղիղ իմաստով։ Տեսեք, ինչ վերաբերում է ձեր ասած օրինակին, մարդը ինչպիսի մշակույթի կրող է, իր խմբագրության, իր մասնավոր տարածքում, եթե դա համարենք բիզնես, իր պահվածքը դա է եղել, ով համակերպվել է աշխատել է, ով չէ չի աշխատել։ Այդ հետ հենց դրան եմ գալիս, որ մարդը կարող է այն ինչ որ իրեն ներվի խմբագրությունում, պետք է հասկանա, որ իր իսկ բարօրությունից ելնելով, երբ որ դու գտնվում ես քաղաքական օլիմպոսում, դու ունես սահմանափակ իշխանություն, ունես հանրության լայն վստահություն, քո ամեն մի ստորակետը եւ վերջակետը շատ պետք է կշռես, նոր հանրությանը մատուցես, որովհետեւ կարող է քո ասած ցանկացած խոսքը ճակատագրական լինի երկրի համար։ Եվ կարող է բնության մեջ կարող է պատահել, որ մարդը որոշակի նեղ սոցիալական միջավայրում ունենալով X վարքագիծը ահռելի պատասխանատվությունից որոշակիորեն ռևոլյուցիա ապրի եւ իրեն այլ կերպ դրսևորի։ Ինչ վերաբերում է ձեր ասած դրվագին իշխանությունը հանձնելու մյուսին, բոլորը կենտրոնացել են 18 թվականին, թե որ պահից սկսած շատ մարդ դուրս եկավ փողոց, սկզբից Կարեն Կարապետյանին հանձնեցին, նա ինչի չպահեց, ինչի տվեց Նիկոլին այդ դրվագների վրա։ Կարող է այդ դրվագն հենց էր ասում, որ Կարեն Կարապետյանը իմ եւ ձեր կուսակցության փոխնախագահն էր, ոչ թե իր։ Հա, էլի։ Կարելի է զորով ցրել բիրտուժով թե չէ, ռադիոտանը կարելի է թե չէ։ Բոլորը կենտրոնացել են դա վերլուծելու վրա, բայց ես գտնում եմ խորին համոզմունքով, որ շան գլուխը թաղված է 2017-ի ավելի շուտ պարլամենտական ընտրությունների մեջ, այդով հնարեց այդ երկդաշինքը, ովքեր էին դրա իդեոլոգները եւ ովքեր էին լոբինգ անում իշխանական կուլուարներում, որ ընդդիմադիր ռադիկալ իբրև թե ընդդիմադիր ուժ լինի, ասենք, երկդաշինքը նախկինում իրարից որևիցե առնչություն չունեցած 3 ուժ հավաքվեցին եւ նաեւ այդ դաշինքի արհեստացին լինելը երևաց նաեւ հենց 18 թվականին, որ 3 կուսակցությունից 2-ը չէին մասնակցում պրակտիկորեն Փաշինյան Նիկոլի նախաձեռնած ոչ քայլարշավին, ոչ այդ հանրահավաքային process-ին։ 17 թվականի ծալքերը, ես հուսամ մի օր ավելի շատ կբաց, որտեղ մենք հիմա շատ ենք ինֆորմացիա իմանում 18 հետ կապված, քան ասենք, չգիտեմ, 19-ին, 20-ին կամ միգուցե 21-ին։ Այնտեղ օրինակի համար ես որպես, չգիտեմ, մի ուղղություն, միգուցե դա համարվի էքսկլյուզիվ,
ասեմ, որ շոշափվում է նաև Սահմանադրական դատանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի անունը, ով ապահովել է մասնավորապես Երևան Դավալու կապը, հա, 17 թվականին, որպեսզի երկդաշինքը կարողանա մուտք գործել պարլամենտ եւ ընդ որում ովքեր են երկդաշինքին կազմում մաս։ Այդ երեք ուժերն են Էդմոն Մանուկյանը որպես պատգամավոր, Արամ Սարգսյանը որպես կուսակցության նախագահ եւ Նիկոլ Փաշինյանը որպես Հակով անցած եւ ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի հենց հաջորդ օրը կապերը խզած պատգամավոր, ահա այդ երեքը դիստանցավորվել էին 13-14 թվականներին Տեր-Պետրոսյան, Ռաֆի Հովհաննիսյան, Գագիկ Ծառուկյան, Ստեփան Դեմիրճան, ահա այդ ընդդիմադիր հավաքից, որը նպատակ էր դրել կանխել այս խայտարակ սահմանադրությունը, որի պտուղները չակերտավոր մենք քաղում ենք եւ թույլ չտալ երրորդ ժամկետով Սերժ Սարգսյանի վերարտադրություն։ Այդ երեք ուժերը, այդ երեք ֆիգուրները այդ ընդդիմադիր հարթակից, որի միավորվել էին նախագահական ընտրությունների 2003, 2008 եւ 2013 թվականների նախագահական ընդդիմադիր ֆավորիտները եւ գումարած Գագիկ Ծառուկյանը, ով երկրորդ ուժն էր քաղաքական մեր երկրի փաստացի, միավորվել էին, որ կանխեին այս սահմանադրական փոփոխությունը եւ թույլ չտար հանրապետականի իշխանության շարունակականություն, ահա այդ երեք ուժերը դիստանցավորվեցին, անունը դրեցին կեղծորակարգ եւ որպես պարգևատրում 17 թվականին նվեր ստացան ֆրակցիա։ Այսինքն այդ աճը այդտեղից է գալի, ոչ թե 18 թվականին գիշերը երկու հոգի իրար ականջի ինչ որ բան են փսփսացել։ Չէ, այսինքն այդ ամեն ինչը այդտեղից է գալիս։ Հետևաբար այդ ցալքերի բացվածքը մեզ համար շատ հրատապ է։ Մենք մի օր կվերադառնանք այդտեղ, այսօր մեր ժամանակը սպառում է, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այս հետաքրքիր զրույցի համար, այո, էմոցիոնալ էր, ես նաև սրեցի որոշ տեղեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը սա հասնում է, ինչ կցանի, այն պիտի հնձի, այսինքն եթե իր այդ քաղաքակիրթ են խոսում, ինքը պիտի այդպես խոսի եկեղեցականների մասին, հա, եկեղեցականների հետ, ապա այդպիսի պատասխանել կստանա։ Կհանդիպենք։